Շնորհակալ եմ, որ եկաք տաղավար, ըստ էության այսօր մինչև ընտրությունների վերջին եթերն է, վաղը լռության օրը եւ այսպես 3 հեռուստաբանավեճներ մեծ, ասացիք ամուսնям չեք նայել, դրվագային ինչ-որ բաների ծանոթ եք, ինչ է բղավում Նիկոլ Փաշինյանը, էլի այդ մաշած թեմաները, մարտի 1 խայտարակ խոսույթը Արցախի ռազմաքաղաքական էլիտայի եւ ոչ միայն պսևդո էլիտան փախել են, թռացնել են եղել, այս մասով խնդրեմ ձեր տեսակետը մարդկանց մասին, որոնք այսօր գտնվում են գերության մեջ եւ ոչ միայն, եւ ասում Մինսկի խումբը ստեղծվել է, որ Ղարաբաղի հարցը չլուծվի։ Այս ամենի հետ կապված սկսենք մեր եթերը, չնայած եթե կարելի է ուղղակի չէ, վաղ առավոտից ձերբակալություններին, ավեշու սկսենք այստեղից։ Ձերբակալվել է Արմեն Աշոտյանը, 2 ամսով կալանավորվել է Արման Սահակյանը։ Խնդրեմ, այս ամենը ինչի դրսևորում է։ Շնորհակալ եմ հրավերի համար, ողջունում եմ մեզ բոլոր դիտողներին։ Այսօր ես փաստորեն մինչև ընտրությունները վերջի անգամ դիմելու եմ մեր հասարակությանը, մեր սիրելի ժողովրդին, ուղղելով իմ կոչը, բայց նախ եւ առաջ իհարկե պետք է արձանագրենք, որ վերջի օրերին օրը օր չէ, եթե այնչի սկսվում ինչ որ մեկին կալանավորելու կամ ձերբակալելու մասին որոշումով, օրը օր չէ, եթե ինչ-որ ապուշ ձայնագրություն չի հայտնվում սոցիալական ցանցերում, օրը օր չէ, եթե Նիկոլը ինչ-որ մի բան դուրս չի տալի եւ իհարկե օրը օր չէ, եթե մենք չենք գիտակցում, որ հունիսի 7-ից հետո ի վերջո հայ ժողովուրդը պրծնելու է այս չարիքից, հայ ժողովուրդը պրծնելու է այս թուրքամետ Հայաստանը Թուրքիայի տակ պարկացնող իշխանությունից եւ օրը օր չէ, եթե մենք չենք մտածում մեր ապագայի մասին։ Իմ համար որևէ զարմանք չկա նրանում, որ առավոտվանից այսօր էլ սկսվել են ձերբակալությունները եւ կալանավորումները, զորակցությունս եմ հայտնում բոլոր այդ անձանց եւ վստահ ասում, որ մնացել է մի քանի օր։ Հայ ժողովրդի ընդհանուր ազատագրական պայքարին եւ այդ պայքարի հաղթանակ ազդարելուն մնացել է ուղղակի մի քանի օր, բայց պետք է նաեւ իհարկե մեր ժողովրդին այսօր օգտագործելով այս առիթը դիմեմ եւ բացահայտեմ կրկին այն բոլոր ստերը, որոնք ձեզ վրա փաթաթում են, սպասելով, որ դուք նորից կներեք բառի համար կուտեք իշխանության եւ ձեր կվենքը տակ իրաց։ Առաջինը, դեռևս ամիսներ առաջ ես հայտարարել էի, որ որևէ պատահականություն չկա նրա մեջ, որ մի քանի տարի առաջ փակվեց թե գյուղատնտեսության նախարարությունը եւ թե Սփյուռքի նախարարությունը։ Երկուսն էլ թուրք-ադրբեջանական տանդեմի պարտադրանքն էր, երկուսն էլ պլանավորած ծրագրի հետևանք էին։ Գյուղատնտեսության նախարարությունը փակվում էր նրա համար, որպեսզի ոչ այդքան ցավալի լինի թուրքական շուկայի բացումը Հայաստանի համար, այսինքն երբ որ թուրքական ապրանքները ներխուժեն Հայաստան, ակնհայտ է, որ մեր գյուղատնտեսությունը ուղղակի մահանալու է, ուղղակի, որովհետև մենք չենք կարող պայքարել թուրքական ապրանքների, գյուղատնտեսական ապրանքների գների դեմ։ Սփյուռքի հետ նախարարության փակումը իհարկե կապված է նրանով, որ Հայաստան-Սփյուռք կապը պետք է խզել, քանի որ առաջի հերթին Սփյուռքն է հենց տարբեր աշխարհի երկրներում, գերտերություններում առաջ տանում հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, ինչը Թուրքիային ձեռնտու չէ։ Այսինքն Թուրքիայի պարտադրանքով է, որ Նիկոլը ժամանակին փակել է թե գյուղնախարարությունը եւ թե Սփյուռքի նախարարությունը։ Ավելին, մենք այսօր ականատեսնենք շատ վտանգավոր աննախադեպ պրոցեսի, երբ որ Հայաստան-Ռուսաստան կամ Հայաստան-ԵԱՏՄ հարաբերությունները գերշիկացման փուլում են եւ արդեն ակնհայտ է, որ այս իշխանության վերարտադրության Աստված մի արածե դեպքում կապը ուղղակի խզվելու է եւ Հայաստանը հայտնվելու է ծայրագույն վիճակում։ Իհարկե մեր ժողովրդին այս ընթացքում փորձում են խաբել։ Ինչ են ասում ժողովրդին, օրինակի համար 3 հայտարարում են, որ Հայաստանի Հանրապետությունից առաջի խմբականակը ծաղիկների արտահանվել է Եվրոպական միություն ու թիվ են գրում 10,000 հատ։ Սիրելի ժողովուրդ, որպեսզի հասկանաք, թե ինչքան են ձեզ ձեռք առնում, բերեմ նման թիվ։ Հայաստանի Հանրապետությունից տարեկան արտահանվում է դեպի Ռուսաստանի Դաշնություն մոտավորապես 90 միլիոն հատ ծաղիկ։
Ուշադրություն դարձեք 90 միլիոն հատ։ Հիմա սրանք 5 թե 10 հազար հատիկ մի բագաժնիկ ծաղիկ, ինչ որ Եվրոպա են տարել, ընդ որում թույլ տվեք ասել, որ ես դրան չեմ էլ հավատում, ինձ թվում է դա սուտ է, ու սա ցուցադրում են, որպես հեսա, տեսեք կառավարությունը հարցերը լուծել է, հեսա ծաղիկը Եվրոպա է գնալու։ Սիրելի ժողովուրդ, ձեզ խաբում են, ձեզ ասում են, որ փոխհատուցելու են գումարները, լավ մի անգամ ձեր իսկ վճարած հարկերից ձեզ կփոխհատուցեն գումարները, բա հետո ինչ եք անելու։ Բա ձեր ջերմոցները ինչ եք անելու, բա ձեր ծաղիկները, բանջարեղենը եւ մնացած ամեն ինչ ուր եք արտահանելու։ Ձեզ խաբում են ասելով, որ եվրոպական շուկան բացվելու է Հայաստանի համար, սա սուտ է։ Եվրոպական շուկան տեսանելի ապագայում Հայաստանի համար չի բացվելու։ Եվ այստեղ ոչ այնքան խնդիրն է մեր արտադրանքի ստանդարտների, այլ այն խնդիրը, որ եվրոպական շուկան աննորմալ պաշտպանված է եվրոպական արտադրողների համար։ Նույնիսկ Ուկրաինայից, որ եվրոպական միությունը այսքան օգնում է Ուկրաինային, արգելում են գյուղատնտեսական մթերքներ արտահանել եվրոպական շուկա, այսինքն այնինչ Եվրոպայում արտադրում են տեղական գյուղատնտեսության արտադրողները, այդ ապրանքը Եվրոմիությունը ուղղակի չի թողնում։ Ավելին, ձկնամթերքը Հայաստանը խոշորագույն ծավալների ձկնամթերք է արտահանում Ռուսաստան։ Այդ արտահանումը եւս կասեցված է եւ արգելված է։ Չկա աշխարհում որևէ այլ երկիր, ուր Հայաստանը կարող է արտահանել ձկնամթերք եւ ձուկ։ Չկա։ Ասեմ ավելին, Եվրոմիության հետ ձկնամթերքի արտահանման մասով Հայաստանը բանակցել է երևի մի 25 տարի եւ ապարդյուն։ Չեն թողել եւ չեն էլ թողնելու։ Հիմա այդ բոլոր մարդիկ Նիկոլի Ալիևի եւ Էրդողանի պլանները կատարելու դիմաց մեր հայերը մնում են անգործ, մեր հայերը մնում են վարկերի տակ, մեր հայերը կանգնում են լրջագույն խնդրի առջև, որովհետեւ չեն կարողելու ապահովել իրենց ընտանիքները։ Եվ խոսքը գնում է 100 հազարավոր մարդկանց մասին։ Եվ կրկնում եմ, այո, ձեզ այսօր խաբում են, որ պետությունը կփոխհատուցի բան, մի անգամ փոխհատուցելու է միջև ընտրությունները։ Դրանից հետո ասելու է ձեր գլխի ճարը տեսեք։ Ռուսաստանի Դաշնությունը հաշվի առնելով նաև 3 ՌԴ նախագահի հայտարարությունները հետ քայլ չի անելու, ինչը շատ վատ է։ Հետ քայլ չի անելու, ասելով հետևյալը. դուք եք ընդունել Եվրոմիությանը անդամակցելու մասին օրենք եւ դուք պարտավոր եք կողմնորոշվեք։ Եթե գնում եք Եվրոպա, ուրեմն դուք այլևս ԵԱՏՄ-ում գործ չունեք։ Բայց ինչն է ամենավախենալուն եւ ամենասարսափելին այս ողջ վիճակի մեջ։ Ադրբեջանը, ինչպես եւ կանխատեսվում էր, օգտվում է ստեղծած իրավիճակից եւ միանշանակորեն բարելավելու է իր հարաբերությունները թե ԵԱՏՄ անդամ երկրների եւ ԵԱՏՄ կառույցի հետ եւ թե հապկի։ Իրենք իզոլացնելու են Հայաստանը թե հապկում թե ԵԱՏՄ-ում եւ ուղղակի առանց կռիվ վերցնել Հայաստանը իրենց։ Մի լսեք Նիկոլներին, մի լսեք այս մարդկանց, որոնք տանում են մեզ ուղակի դրել են մեզ զոհասեղանին եւ մատաղ են անում Թուրքի դեմը։ Մի լսեք իրանց, որովհետեւ մեզ ուղակի ուզում են ոչնչացնել եւ ոչ միայն մեզ որպես հայերիս, այլ ամբողջ Հայաստանի Հանրապետությունը։ Մեզ գցում են Լեռնային Ղարաբաղի կամ Արցախի վիճակի մեջ, նույն վիճակի մեջ են մեզ գցում, խաբելով, ձեզանից քվե խնդրելով, բայց նաեւ ընդդիմությունը այս նախընտրական փուլում ըստ իս շատ լավ աշխատանք է կատարել եւ կարելի ասել, որ Նիկոլը հայտնվել է ցուկցվանգի մեջ ընդդիմության հմուտ քայլերի պատճառով եւ այսօր անկախ նրանից թե Նիկոլը ինչ քայլ է անում, այդ քայլը ի վնաս իրան է գնում եւ այդ բոլոր ձերբակալությունները, որ նա անում է, եւ ես կասկած չունեմ, վաղնել են լինելու աննախադեպ քանակի ձերբակալություններ, թույլ տվեք այդ գուշակումը անել, որ վաղը կլինի այս ողջ մի քանի ամսվա ընթացքում ամենամեծ քանակով ձերբակալությունները։ Սա արդեն ակնհայտ երևում է, բայց սիրելի ժողովուրդ, մի վախեցեք։ Դուք պարտավոր եք գնալ ընտրության, դուք պարտավոր եք ընտրել ընդդիմադիրներին, որպիսի հայ մնաք, որպիսի ապրեք Հայաստանում, որպիսի մեր հայրենիքը պաշտպանված լինի։ Ես բազմիցս ասել եմ, նորից եմ ասում, ես անձնապես խորհուրդ եմ տալի ընտրել Հայաստան դաշինքը թիվ 17-ը, որովհետև ես վստահ եմ, որ իր առաջնորդը իր գիտելիքների փորձի հաշվին կարող է մեզ այս ասարսուր իրավիճակից ուղղակի դուրս բերել։
Եվ ես կրկնում եմ, առաջին հերթին դուք պետք է գիտակցեք, թե ինչ վտանգավոր վիճակում է հայտնվել Հայաստանը։ Նման վտանգավոր վիճակում Հայաստանը երբևիցե չի եղել։ Նիկոլը մեզ առերեսել է Ռուսաստանի դեմ, առերեսել է ԵԱՏՄ այլ երկրների դեմ եւ տանում է մեզ ուղակի բնաջնջման, առանց դրա դիմաց որևէ բան ստանալու։ Եվրոպական միության անդամ Հայաստանը ակնհայտ է, երբեք չի դառնա։ Եվրոպական միությունը Հայաստան զորքեր չի ուղարկելու։ ԱՄՆ-ն Հայաստան զորքեր չի ուղարկելու։ Եվ Աստված մի առաստ է, երբ որ գա ժամանակը Թուրքիայի եւ Ադրբեջանի հարձակման, մենք մնալու ենք մենք մենակ։ Ասեմ ավելին, Ռուսաստանից արդեն հնչում են նման ֆրազաներ, որ Հայաստանին պատրաստում են պատերազմել Ռուսաստանի հետ։ Սա ինձ շատ է հիշեցնում անցած եւ նախանցած տարի Վրաստանի տարբեր պաշտոնյաների կողմից արված հայտարարությունները, որոնք պնդում էին, որ Եվրոպական միության բառասացիչան պաշտոնյաները բառացի Վրաստանին ասում էին, որ դուք պետք է երկրորդ ճակատ բացեք Ռուսաստանի դեմ։ Այո, Ռուսաստանը շատ ավելի մեծ է, այո, շատ դժվար է ձեզ լինելու, բայց հետո պարտիզանական կռվերով կպահեք ձեզ։ Սա հայտարարել էին Վրաստանի ամենաբարձր մակարդակում գտնվող պաշտոնյաները, այդ թվում Վրաստանի վարչապետը, եւ եվրոպական որևէ երկրի առաջնորդը չի հերքել։ Այսինքն մենք ունենք այդ փորձը, մենք գիտենք, որ հարևան երկրին եվրոպացիները համոզում էին Ռուսաստանի դեմ պատերազմի երկրորդ ֆրոնտ բացել։ Միթե չեք հասկանում, որ նույնը կատարվում է Հայաստանում։ Ինչ է Հայաստանը դառնա հակառուս, Եվրոպան, Ամերիկան, Իսրայելը, Մեծ Բրիտանիան, Ադրբեջանը եւ Թուրքիան պատրաստ են ամեն ինչի։ Եվ միայն մեզանից է կախված, արդյոք մենք կարողանանք դրա դեմ առնել, թե ոչ։ Եվ դրա դեմ առնելու մեկ ձև կա։ Չալարել, գնալ ընտրությունների, չալարել, պայքարել ձեր ապագայի համար։ Այն խաղաղությունը, որը Նիկոլը ձերվա ծախում է, այն խաղաղությունն է, որը այսօր տիրում է Արցախում։ Հենց այդ նույն խաղաղությունն է։ Այո, Արցախում խաղաղ է, ուղղակի այնտեղ հայ չկա։ Նիկոլի խաղաղությունը Հայաստանին էլ է նման խաղաղություն բերելու։ Այստեղ հայ չի մնալու։ Եվ մեզանից է կախված, արդյոք մենք որպես ժողովուրդ, որպես ազգ, ոտքի կանգնենք եւ դեմը կառնենք այս ամեն ինչի։ Այո, իհարկե կան տասնյակ հազարավոր խաբված քաղաքացիներ, որոնք մինչ այսօր ինձ համար անընդունելի, անհասկանալի պատճառներով հավատում են սրան, բայց մենք գիտակիցները շատ ավելի շատ ենք եւ մեր պարտականությունն է ընտրել ընդդիմադիրներին եւ հետո արդեն բոլոր մեր ժողովրդի անդամներին ցույց տալ իրականությունը, թե ինչ էր իրականում եղել, ինչպես է վաճառվել Արցախը, ինչպես է կերվել պետական բյուջեն, ինչպես է թալանվել պարտքով վերցած գումարները, եւ ինչպես են մեր ժողովրդին 8 տարի շարունակ խաբում ամեն ինչում։ Երեք նույն բանավեճի ժամանակ Նիկոլը արդեն այդքան է կորցրել իրան։ Մինսկի խմբի համանախագահներին էր վարկաբեկում, այսինքն խոսքը գրում է Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիայի մասին։ Ու հավատացեք, Ֆրանսիան եւ ԱՄՆ-ն իրեն կներեն այդ հայտարարությունները։ Կներեն, որովհետեւ նա անում է այն ամենը, ինչի մասին իրանք նույնիսկ չէին կարող երազել։ Եվ որպեսզի հասկանաք, ռուսական կողմը տուժող չի լինի այս ամբողջ իրավիճակում։ Կայսրությունները չեն տուժում։ Իրենք կարող են 10, 20, 30, 40 տարի սպասել, հետո հասնել իրենց ուզածին։ Տուժողը լինելու ենք մենք։ Եվ այսօր արդեն մենք այդ տուժողն ենք։ Տասնյակ հազարավոր ընտանիքներ, որոնք զբաղվում են գյուղատնտեսությունով, ուղղակի հայտնվել են սնանկության դեմ։ Սա շատ վտանգավոր զարգացում է Հայաստանի Հանրապետության համար։ ԵԱՏՄ-ի շուկան Հայաստանի համար ուղղակի կենսական կարևորություն ունեցող շուկա է։ Ես շատ եմ մտածում այս ժողովրդի մասին։ Սիրելի ժողովուրդ, մի կատարեք սխալ ընտրություն։ Միշտ հիշեք, որ դուք եք որոշում ձեր ապագան։ 21 թվականին հենց այստեղ նստած ես նույն կոչով դիմում էի ձեզ եւ ասում էի մի կատարեք սխալ ընտրություն։ Այդ սխալ ընտրությունը արյուն է բերելու։ Այդ սխալ ընտրությունը տարածքների հանձնում է բերելու։ Եվ ես ճիշտ էի։ Աստված տար ես սխալված լինեի, բայց ես ճիշտ էի։ Նույնը ասում եմ այսօր։
Սրան ընտրելով մենք բերելու ենք արուն, մենք բերելու ենք տարածքների հանձնում եւ մենք կործանելու ենք մեր այս փոքր մի բուր մնացած երկիրը, որը բոլորը սիրում ենք։ Ցույց տեք ձեր սերի հանդեպ ձեր երկրի, այնպես ինչպես ցույց եք տալի հանդեպ ձեր ծնողների եւ երեխաների։ Մարտի 1-ի մաշած թեմաները Տեսեք, մարտի 1-ի թեմայից ես անկեղծորեն զզվել եմ խոսալով։ Մարտի 1-ի միակ պատասխանատու Նիկոլ Փաշինյանն է։ Ինքը պետքա այդ գործով նորից դատապարտվի, ի թիվս այլ բոլոր հանցանքների, որ նա գործել է այս 8 տարվա ընթացքում։ Հանցանքներ են գործել գրեթե բոլոր պաշտոնյաները բարձրաստիճան։ Եվ եթե իրենց թվում է, որ իրենք կարողանան մարսեն այս ամենը, իրենք կարողանան մարսել հայրենիքի հանձնումը, իրենք կարողանան մարսել մարդկանց գլխին գործեր սարքելը, իրենք կարողանան մարսել ընտանիքների քանդելը, չարաչար սխալվում եք։ Միշտ հիշեք, իշխանություն ժողովուրդ հարաբերությունները շատ նման են ռուսերեն բառով ասեմ պրուժինային։ Երբ որ իշխանությունը կրկին բառը պետք է օգտագործեմ հաբրգում է, ինքը ինչ անում, ինքը այսպես պրուժինը սխմում է։ Ինչքան շատ ես դու այդ պրուժինը սխմում, այդքան ավելի վատ եւ այդքան ավելի ուժգին է նա բացվելու։ Նիկոլենք սխմել են այդ պրուժինը այդքան, որ Աստված մի առասցե, եթե ընտրություններով Նիկոլը չգնա, պրուժինը տարակելու է։ Եվ այդ տարակոցը ցավալի լինելու բոլորի համար։ Ես չեմ ուզում դրան հասնի։ Ես ուզում եմ, որ մեր ժողովուրդը իր ճիշտ ընտրությունով սրանց կանգնացնի։ Ես ուզում եմ, որ մեր ժողովրդին 8 տարի շարունակ խաբածները պատժի ենթարկվեն։ Ես ուզում եմ, որ մեր ժողովրդին այսքան հույս 2018-ին պարգևած մարդիկ եւ հետո խափած, հետո այդ մարդկանց արյան մեջ ուղակի թաթախելով բոլորը պատժվեն։ Միանշանակ պետք է պատժվեն։ Եվ մարդը ով բացահայտ խոսում է դրա մասին նախագահ Քոչարյանն է, ով ասում է, որ իհարկե մեր ժողովրդին խափածները, հայրենիքը հանձնածները, թալանողները չեն կարող չպատժվել։ Այս հարցում հանդուրժողականություն չի լինելու եւ չի կարող լինել։ Սիրելի ժողովուրդ, հասկացեք վտանգավորությունը պայի։ Կրկին ասում եմ, Ադրբեջանը օգտվելով Հայաստան, Ռուսաստան լուրջ սրացումից հարաբերություններում, տեսեք, ադրբեջանական ոթերքները արդեն գնալու են, այո, Ադրբեջանը օգտվելով այդ իրավիճակից բարելավելու է հարաբերությունները Ռուսաստանի հետ, դրանով ստանալով կանաչ լույս մեր երկրում անել այն ամեն ինչ կուզի։ Մի թողեք դրան հասնի։ Չի կարող Ադրբեջանը մեր լավը ուզենալ, չի կարող Թուրքիան մեր լավը ուզենալ։ Թուրքիա համար լավ հայը դա մահացած հայն է։ Եվ մենք ունենք բոլոր հնարավորությունները կտրուկ շրջադարձ անելու։ Մենք ունենք հնարավորություն այս ամենը փոխելու։ Կներեք, մեր համար ամենակարևոր ինչն է։ Գիտակցել պայ լրջությունը, գիտակցել կարևորությունը ընտրատարած գնալու, չմտածել ձերբակալությունների, կալանավորումների, ճնշումների մասին, որտեղ այս ամենը մեր համար նորություն չէ։ Մենք սրանով անցել ենք, 8 տարի անցնում ենք։ Մենք պետքա տեր կանգնենք մեր երկրին, մենք պետքա տեր կանգնենք մեր քվեին, եւ մենք պետքա մեր քվեով մեր վերաբերմունքը ցույց տանք սրանց նկատմամբ։ Ես միանշանակ պնդում եմ բարձր մասնակցության դեպքում այս իշխանությունը վերարտադրվելու որևէ տարբերակ չունի։ Բայց մենք է ապահովենք այդ բարձր մասնակցությունը ընտրություններին։ Հենց դրանով է պայմանավորված լինելու ընդդիմության հաղթանակը։ Կրկնում եմ, սիրելի ժողովուրդ, մի կարծեք, որ սա ուղղակի հերթական իրավիճակ է, որը կդզվի։ Խոսքը գնում է Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների մասին։ Մի կարծեք այդպես։ Սա վիճակ է, որը սրանց վերարտադրելու դեպքում վերածվելու է նույնիսկ պատերազմական բաների։ Սա խայտառակ վտանգավոր նախադեպ է մեր համար։ Եվ ես որպես հայ ուզում եմ, որ մենք բոլորս ապրենք խաղաղության մեջ։ Բայց դրա համար մեզ պետք է օր առաջ ազատվել սրանցից եւ վերակառուցել մեր հանրապետությունը, ստեղծելով ճիշտ հարաբերություններ աշխարհի բոլոր երկրների հետ։ Սա շատ կարևոր է
կրկնում եմ, սա վերջին իմ դիմումն է ձեզ, սիրելի ժողովուրդ, մինչև ընտրությունները։ Ես խնդրում եմ ձեզ, մի ալարեք, մասնակցեք ընտրությունների, ընտրեք ընդդիմադիրներից, որին դուք կցանկանաք։ Ես խորհուրդ եմ տալի ընտրել համար 17-ին, որովհետև կասկած չունեմ, որ նախագահ Քոչարյանի ղեկավարումով մենք կարողանանք Հայաստանը շատ արագ կանգնացնել ոտի։ Շատ արագ։ Մենք կարողանանք լուծել բոլոր խնդիրները, որ Նիկոլը բերել է մեր գլխին, եւ Հայաստանի ապրանքը կրկին կհայտնվի ռուսական շուկաներում։ Ես այդ ամեն ինչը տեսնում եմ, հավատում եմ եւ գիտեմ, որ այդպես էլ կլինի, բայց դուք պետք է անեք ձեր քայլը։ Հիշում եք 18-ին, երբ որ սրանք փողոցով էին քայլում, ասում էին բոլորին՝ արա քո քայլը։ Այսօր եկել է ժամանակը, սիրելի հայրենակից, քո քայլը անելու։ Արա քո քայլը։ Փոխանակ ինքդ քո գերեզմանը փորես, սիրելի հայրենակից։ Սրանց պետք է ուղարկել քաղաքական գերեզմանը։ Եվ դրա համար քեզանից պահանջվում է ուղակի գնալ ընտրության։ Անկախ նրանից, որ քեզ վախեցնում են, նայի Նիկոլին չընտրես, մենք իմանանք, ոչ մեկ ոչի ման չի իմանա։ Բոլորդ հանգիստ ասեք, այո, իհարկե Նիկոլին ենք ընտրելու ու գնացեք ու ընտրեք համար 17-ը։ Սրանք ամսի 8-ին առավոտը պետք է արթնանան ու մտածեն ոնց են փախնում Հայաստանից։ Եվ մենք դա պետք է անենք իրար հետ, սիրելի ժողովուրդ։ Մաղթում եմ բոլորիս հաջողություն, մաղթում եմ բոլորիս հաղթանակ եւ հույս ունեմ, որ այս պարտությունների շարանին ի վերջո վերջ կգա, որ հայ ժողովուրդը կրկին ոտի կկանգնի եւ ամբողջ աշխարհին կներկայանա այնպես, ինչպես ներկայանում էր 30 տարի շարունակ։ Այսքանը Մարիամ ջան։ Մարիամ ջան, ես հենց կոչն էի անում եւ օգտվելով առիթից նորից, սիրելի ժողովուրդ, դուք ունեք տարբերակ լավ, ապահով, անվտանգ եւ խաղաղության մեջ ապրելու։ Հասկացեք, որ ձեզանից կապված է բոլորիս ապագան։ Ի վերջո հայրենիքը եւ ծնողը եւ երեխա։ Երբ որ մենք ծնվում ենք, հայրենիքը մեր ծնողն է, ով մեզ մեծացնում է։ Եվ մենք մեծանում ենք, հայրենիքը դառնում է երեխա, ում մենք պետք է պահենք։ Այսօր այդ ծնող եւ երեխա հայրենիքին բոլորիս պարտն է պահելը։ Մենք այն կորցնում ենք։ Եվ միայն մեզանից է կախված։ Կշարունակենք Հայաստանի Հանրապետությունում ապրել, թե կդառնանք թուրքական վիլա հետ։ Կշարունակենք հայ կոչվելու իրավունք ունենալ, թե դա էլ կարգելվի։ Կշարունակենք ամեն առավոտ Արարատին նայել զմայլվելով հպարտանալ, որ այնք, թե դա էլ կարգելվի։ Դա միայն ձեզանից է կախված։ Իրական խաղաղություն լինելու է, եւ այդ իրական խաղաղությունը բերելու է համար 17-ի քվեաթերթիկ ունեցող Հայաստան դաշինքը։ Կրկին դիմում եմ բոլորիդ։ Մի ալարեք, գնացեք ընտրությունների։ Մեր փրկությունը մեր միասնականության մեջ է եւ մեր փրկությանը մնացել է մի քանի օր։ Մի ալարեք, շատ եմ ձեզ խնդրում։ Այսքանը Մարիամ։